Կարմիր գորգով, զինվորական պատվո շքերթով ու ճոխ ընդունելությամբ են չինացիները Պեկինում դիմավորել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Չինաստանի նախագահ Սին Ծինփինն անձամբ է ընդունել ամերիկացի առաջնորդին, ընդգծելով այցի կարևորությունն ու աշխարհի երկու խոշոր գերտերությունների միջև սպասվող բանակցությունների կշիռը։ Թրամփը վայրեջքից հետո տեղավորվել է Պեկինի Four Seasons հյուրանոցում, որը գտնվում է Միացյալ Նահանգների դեսպանատան հարևանությամբ։ Միջազգային մամուլը նկատում է այս այցում նույնիսկ ամենափոքր դետալն է հաշվարկված։ Չինաստանը մոտ 1 տասնամյակ ուսումնասիրել է Թրամփի քաղաքական ոճն ու վարքագիծը եւ լավ հասկանում է, թե որքան կարեւոր են նրա համար արտաքին շքեղությունն ու արարողակարգը։ Այդ պատճառով Պեկինը փորձել է ստեղծել հնարավորինս դրական մթնոլորտ, սկսած օդանավակայանի ընդունելությունից մինչև պետական բանկետներն ու փակ հանդիպումները։ Դա դիվանագիտական մարտավարություն է, որը Չինաստանը որպես գերտերություն փորձում է արժևորել մյուս կողմին, նույնիսկ եթե կան այսօր այս բազմավեհ աշխարհում մրցակցություն հանցինս Միացյալ Նահանգների հետ, բայց նա որպես այսպես գործընկեր եւ պարտներ է նայում Միացյալ Նահանգներին եւ այդ արարողագարքի արժանացնելը խոսուն ուրեմն մեսեջ է Չինաստանի կողմից։ Սակայն միջազգային մամուլը գրում է Պեկինի շքեղ արարողակարգի հետևում իրականում շատ ավելի լուրջ գործընթաց է ընթանում։ Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները վերջին տարիներին վերածվել են ոչ միայն տնտեսական, այլ արդեն գլոբալ ազդեցության պայքարի։ Վերջին անգամ Միացյալ Նահանգների նախագահը Չինաստան այցելել է դեռ 2017 թվականին։ Դրանից հետո Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Սկսվել էր առևտրային պատերազմը, սահմանվել էին մաքսատուրքեր, խորացել էր մրցակցությունը տեխնոլոգիաների ու միկրոչիպերի ոլորտում, իսկ Թայվանի հարցը դարձել էր երկու գերտերությունների միջև ամենավտանգավոր հակասություններից մեկը։ Բայդենի վարչակազմի տարիներին երկու երկրի առաջնորդները հիմնականում հանդիպում էին երրորդ երկրում, խուսափելով նման պետական այցերից։ Եվ հենց այդ պատճառով էլ Թրամփի ներկայիս այցը միջազգային մամուլում արդեն անվանում են հարաբերությունների մթնոլորտի փոփոխության կարևոր ազդանշան։ Կարծում եմ ավելի շուտ ինչ-որ հարցերում պայմանավորվելու փորձ է, քան ընդհանուր առմամբ հարաբերությունները երկարատև եւ կայուն ինչ-որ ռեժիմի բերելու։ Որովհետև հասկանալի է, որ ավելի երկարատև ռեժիմի առնչությամբ հարցերը շատ ավելին են, բարդ են, պայմանավորված են լայն աշխարհաքաղաքական, այսպես ասենք, խաղատախտակի վրա ամենատարբեր հարցերով։ Թվացյալ ջերմության ու ժպիտների տակ իրական մրցակցությունը ոչ միտեղ չի անհետացել։ Արևմտյան փորձագետների խոսքով Վաշինգտոնն ու Պեկինը պարզապես փորձում են հարաբերությունները պահել վերահսկելի սահմաններում, թույլ չտալով, որ տնտեսական ու քաղաքական հակասությունները վերածվեն բաց բախման։ Միջազգային փորձագիտական կենտրոնները նշում են, որ Թրամփն ու Սին Ծինփինը բանակցությունների եկել են տարբեր հաշվարկներով։ Թրամփին պետք են արագ եւ ցուցադրական արդյունքներ շուկաները հանգստացնելու եւ տնտեսական ճնշումները մեղմելու համար։ Իսկ Պեկինը փորձում է աշխարհին ցույց տալ, որ Չինաստանն արդեն ոչ թե պարզապես արտադրական կենտրոն է, այլ գլոբալ ուժ, որի հետ Միացյալ Նահանգները ստիպված է խոսել հավասարի դիրքերից։ Ամենևին այս հանդիպումը փորձ էր, որովհետեւ չգնալ ուրեմն սրման եւ արձագանման նամանավանդ Թայվանի հարցում Միացյալ Նահանգների եւ Իրանի պատերազմի շեմին այս երկու գերտերությունները ամենայն թեպս նախընտրեցին գայուն մրցակցությունը եւ կողմերը հստակ ուրեմն այս ժամանակահատվածում ցույց տվեցին, որ երկու կողմն էլ հարաբերությունների սրացման եւ արձագանման կողմնակից չեն։ Արևմտյան մամուլը նաև նկատում է, որ այս անգամ Չինաստանը իրեն բավական վստահ է զգում։ Մինչև Միացյալ Նահանգները միաժամանակ ներգրաված է մի քանի միջազգային ճգնաժամերում, Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք, Պեկինը փորձում է ընդլայնել իր տնտեսական ու քաղաքական ազդեցությունը, ներկայանալով որպես ավելի կայուն եւ կանխատեսելի գերտերություն։ Վերլուծաբանները գրում են, այսօր աշխարհն արդեն մտել է նոր փուլ, որտեղ տնտեսությունը, անվտանգությունն ու տեխնոլոգիաները այլևս հնարավոր չէ տարանջատել։ Թայվանի հարցը քննարկվում է նույն հարթության վրա, ինչ միկրոչիպերի արտադրությունը, արհեստական բանականությունը կամ էներգետիկ շուկաները։ Չեմ կարծում, թե օրինակ Չինաստանը կարող է գնալ ավելի երկարաժամկետ համաձայնությունների այն պարագայում, երբ հարց է, թե Թրամփը ինչպիսի վիճակում է լինելու կոնգրեսի միջանկյալ ընտրությունից հետո։ Եվ այս տեսանկյունից հակված եմ դրա համար մտածել, որ կլինեն պարզապես ընթացիկ համաձայնություններ։ Հենց այդ պատճառով էլ փորձագետների մեծ մասը չի սպասում մեծ համաձայնությունների կամ հարաբերությունների կտրուկ ջերմացման։ Ըստ միջազգային մամուլի հանդիպման գլխավոր նպատակը ոչ թե մրցակցությունը դադարեցնելն է, այլ
այլ այն վերահսկելի պահելը կանխելով բաց տնտեսական կամ ռազմական բախումը աշխարհի երկու գլխավոր գերտերությունների միջև։ Եվ այս ամենի ֆոնին Պեկինում հնչած Դոնալդ Թրամփի հայտարարությունը ձեռք է բերում առանձնահատուկ քաղաքական ենթատեքստ։ Նա նշել է, որ կցանկանար բաժակ բարձրացնել եւ կենացածել ամերիկացի եւ չինացի ժողովուրդների միջև հարուստ եւ ամուր կապերի համար, ընդգծելով, որ դրանք շատ յուրահատուկ հարաբերություններ են։